Երբ Իվան Տուրգենևը հայրեր եւ որդիներ վեպում նկարագրում էր սերունդների գաղափարական բախումները, երբ նշտեղը խոսում էր հայրերի դեմ որդիների պայքարի մասին, մտքներով էլ չէր անցնի, որ 100 տարի անց հայրերն ու որդիները այնքան հաշտ կլինեն, որ բիզնես համագործակցություն կսկսեն պետական գնումների ոլորտում։ Ես ուզում եմ ձեզ մի նորություն ասել։ Մենք դրախտում ենք ապրում։ Պատկերացնում եք, չէ՞, մասնակցում եք պետական մրցույթին որպես տեղահսկող ընկերություն, հաղթում եք եւ պարզում է, որ պետք է վերահսկեք ձեր հոր ընկերության իրականացրած շինարարությունը։ Խելագարվելու բան։ Իսկ ինչպիսի շինարարություն կանի հայրը իմանալով, որ իր կատարած աշխատանքի որակը գնահատելու է որդին։ Որդին, որ տեղահսկող է, պետք է լինի արդար, ստուգումներ անի, հետևի շինարարությանը։ Ձեզ մոտ էլ չէ հենց նոր կասկած առաջացավ շինարարության որակի եւ պատշաճ տեղահսկողության վերաբերյալ։ Մի անհանգստացեք, հարցը հռետորական էր, որովհետև թղթերով ամեն ինչ ճիշտ է եւ օրինական։ Այս պահին չկա իրավական որևէ կարգավորում, որը կարգելի շինարարական եւ տեղահսկող ընկերությունների միջև փոխկապակցվածությունը։ Պարզապես երևի օրենսդիրները չեն պատկերացրել, որ շինարարության ոլորտում նման ստեղծագործ մոտեցումներ կլինեն։ Իֆոկոմը բացահայտել է մի քանի դեպք, երբ հոր եւ որդու ղեկավարած ընկերությունները միաժամանակ մասնակցել են պետական մրցույթներին։ Մեկը որպես շինարար, մյուսը որպես տեղահսկող։ Այս հետաքննության մասին կարող եք կարդալ բիոյում տեղադրված հղմամբ։ Հետևեք մեզ, հավանեք եւ տարածեք մեր հրապարակումները, իսկ եթե հավանում եք մեր աշխատանքը, աջակցեք մեզ Patreon-ում։ Տուրգենև ջան, չես պատկերացնի հայրերն ու որդիները ինչ էվոլյուցիա են ապրել։